Բարև ձեզ հարգելի հայրենագիտներ, ուրեմն սա քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ձեզ քաչ հայտնի Կիրագնորյա շրջայց հաղորդաշարն է եւ մենք աշխատանքային խմբով ենք։ Ուրեմն մեկ դուք գրում եք թե ուրիշ ընկերներ էլ կան, հանեք, թե ուրիշ ընկերների դուք տեսել եք էկրաններին, բայց դուք պետք է իմանաք նաեւ, որ առանց կուսակցության ակտիվի այս գործը մենակ անել հնարավոր չի, ուզում եմ ասեմ, մի մասը երևում է, մի մասը չի երևում, ինչպես ցանկացած գործի մեջ է, այնպես որ բայց ես բնականաբար կուսակցության որպես նախագահ լիազորված եմ խոսելու կուսակցության անունից եւ ներկայացնելու կուսակցության ամբողջապես, որը գրանցված օրինական կուսակցություն է, ինչպես նաեւ ձեզ, մեր համագիրներին։ Իհարկե նաեւ այստեղ կան նաև խլուրտներ լինում են, որտեղից ինչ, չգիտեմ ինչի, իրենց են կտրվոչի նման, կամ գործի փոքր ծակի նման շպրտում գցում են մեջտեղ եւ մի անճոռնի մի բան գրում են, ես դրանց ասեմ, որ դրանից հետո դրան չեմ անդրադառնա, դրանք որպես կանոն չնեղանաք, ուրեմն ռուսական KGB-ի գաղտնի ծառայության թուրքի շներն են։ Դրանց առաջարկում եմ այդ թուրքի շներին չերևալ, տղամարդություն ունեն, գոնե Երևան մեզ հետ խոսեն, եթե ի վիճակի են, առաջինը, երկրորդը, ուրեմն թող դեմքները բացեն, եթե դեմք ունեն, եթե չէ անասունի դեմքով, ուրեմն կներեք այդ արտադրության համար, թաքնվել եւ ինչ-որ կեղտոտ, մեր ժողովրդին ոչ հարիր խոսակցություններ գրել, բնական է, իրենք պատասխանը ստանում են, ես դրանց ասում եմ, հատուկ իրենց եմ ասում, ռուսական KGB-ի թուրքի շներ, ասում եմ կոնկրետ բան, որն է, որ դուք մորից ծնվել եք, այնքան ավանակ եք ծնվել, որ էշին գերազանցել եք, դրա համար մեր էկրաններին չհայտնվեք, ֆեյքերի ձևով եւ մեզ չխանգարեք մեր գործն անելու, որտեղ մեր գործը գիտեք, որ անմահ է, ինչի համար է անմահ, որտեղ Հայաստանն ինքը անմահ է եւ մենք ծառայում ենք Հայաստանին, առաջին հերթին եւ հայության այն շրջանակներին, ովքեր անվերջորեն հավատում են Հայաստանի իդեալին, աստվածաշնչյան կերպարին եւ կանգնած են անկախ պետականությանը պինդ գրգած, այնպես ինչպես Արտաշես արքան գրկել էր իր սատենիկին, ավելի պինդ գրգած, մնացածները արմյաշկեքն են, աղբեն եւ սրանց առաջարկում են ուղեղները լվանալ, ուզում են ռուսական սպիրտով, ուզում են թուրքական շարբաթով եւ վերադառնալ մայր էթնոսի շրջանակներ, այլապես իրենք մեզ համար գոյություն չունեն, Ռոստովից լինեն, Մոսկվայից, թե Ղարաբաղից փախած Սվերդլովսկ ասած Ստեփանագերտ ազատագրողներին։ Իհարկե սրանք էլ կլանի շարավիղներն են, ես որպես նախաբան, որտեղ իրենց լեզվով ասեմ, իրենք նադայել են եղել իրենց կյանքից, որովհետև իրենք ճիշտ էթնոսի իմաստով հայկական են, բայց իրենք ոչնչություն են, ռուսացել են, ռուսներն վերեքը թքում են, եւ դրա մասին կասեմ, էլի արմյաշկեքի վրա ռուսները թքում են, սրանք էլ չեն վերադառնում, համառորեն դիմադրում են, լողանում են ռուսական թքի տակ, բայց իրենց արմյաշկեկությունը հայուգն է տա, որը հայ էթնոսի հետ ըստ էության նրա իդեալի հետ կապել չունի։ Հիմա այսքանը պետք է բացադրական աշխատանք տանել, որտեղ դարերով այս աղբը եղել է մեր մեջ եւ կռիվ է տվել անկախության դեմ, կռիվ է տվել ստրուկ մնալու համար, մանավանդ հիմա, հատկապես մեր ուրեմն այս արցախյան տարօրինակ է, որ Արցախյան աղետից հետո, ինչ որ Ռուսաստանը կազմակերպեց Թուրքի ձեռով, ուրեմն նույնիսկ ռուսասեր հայվաններ կան։ Դրանք իհարկե նաև հայ չեն, մենք դրանց հայ չենք հաշվում, դրա համար ֆեյքեր բան կարող են չգրեն։ Հիմա անցնենք մեր բուն ասելիքին։ Սա պիտի ասվի, ասեմ ձեզ, հաճույքով չէ, որ ես ասում եմ, բայց հարկադրված ենք, որ դուք աշխարհում եք իմանանք, որ այդ տեսակ հայեր կա։ Այն տեսակ հայ, որ Հայաստանի պետականության դեմ հայվանավարի պատերազմ է մղում, ասենք Թեհրանի, փողոցներում, առանց գետինը մտնելու, այդպիսի ընդվզումներ է անում, ասենք Հայաստանի կամ Երևանի փողոցներում, ռուսական KGB-ի հանձնարարությամբ կամ Ղարաբաղյան կլանի շահերի համար
իրենք էլ լինելով գուցե կլանի անդամ, եւ կասենք Սիդնեյում, չգիտեմ, Գլենդեյլում, նույնիսկ Չիլիի Սանտիագո քաղաքում խայտարակություն է, բայց սրանց ժամանակն անցել է եւ մենք վերականգնվում ենք։ Հիմա կոնկրետանամ հարցի ունեության մասին, այսօր ինչին է նվիրված, սիրելիներ։ Մենք Գոշավանքում ենք, դուք կարծում եմ, որ բոլորը գիտեք Գոշավանքի մասին եւ լսել եք մեր Մխիթար Գոշի անունը։ Գոշավանք կոչվում է հենց իր անունով, եկեղեցին էլ ուրեմն հազարավոր տարիների կանգուն եկեղեցին ծառայում է հայաստանյաց առաքելական եկեղեցում, բայց ոչ երբեք ուզուրպատորին, որը ռուսական շահերի արտահայտիչ է, եւ սա մեր եկեղեցու իսկական ուրեմն բարձր եկեղեցին է։ Ինչու ենք եկել մենք Գոշավանք։ Ժամանակներն այնպիսին է, որ մենք որպես հայեր ճակատագրական ընթացքի մեջ ենք։ Ես չեմ գույները խտացնում, կարծում եմ ինձնից լավ գիտեք, որ աշխարհաքաղաքական հարաբերող դժվարին ցնցումների եւ շարժի մեջ է եւ մեր սերնդներին բախտ է վիճակվել Հայաստանի անկախ պետությունը կայացնել այդ բարդագույն շրջանում։ Եվ դա մի կողմից երջանկություն է, մի կողմից դժբախտություն, որտեղ պետություններ կան, որ առանց տառաբանքի ժողովուրդների դառնում են անկախ, դառնում են ազատ, բայց մեզ դա չի տրված, բայց ինչ է տրված։ Մեզ այն գլխից տրված է աստվածաշնչյան մի հայրենիք, աստվածաշնչյան մի ժողովուրդ եւ դժվար մաքարում մեր հայրենիքի տարբեր վայրերից, դաժան կռիվ պետականության պահպանության համար, եւ այդ գործը, ինչպես տեսնում եք, դժվարությամբ, բայց առաջ է մղվում։ Հիմա դրա առիթով ինչ եմ ուզում ասել, Գոշավանքը մենք ընտրել ենք ձեզ առաջին ասելու հետեւյալը, որ եթե մենք օրինական, իրավական պետություն չստեղծեցինք, մենք մնացինք կլաններ, ռայոնցիներ, ուրեմն ինչ-որ ցեղի ներկայացուցիչներ եւ այլն, առանց գիտակցելու, որ մեր ամենավերևի աշճանում հայ ժողովուրդն է եւ հայությունն է, առանց կլանների, էթնիկական նույն ծագումով իրար արյունակից եւ գուցե եւ ոչ արյունակից նաեւ Հայաստանի քաղաքացիներ, եւ այսպես մենք մեր պետականության խաչը վերցրած գնում ենք մեր ճանապարհով։ Եվ այստեղ մենք պետք է կողմնորոշվենք։ Մենք սովետական, ռուսական, թուրքական անցյալին վրա թքում ենք, թե չէ։ Հասկանում եք ոնց է, թե շարունակելու ենք կիսագողական բարքերով, մոնղոլ թաթարական ավանդույթներով, բաժակաճառերով, ինչպես ասում են, հայ մնանք եւ պայքարենք այն Հայաստանի համար, որը ստրուկ պիտի լինի, այդպիսի Հայաստան չի կարող լինել։ Ուրեմն խորհուրդը դրա մեջ է։ Սրա մեջ է նաեւ հետեւյալը, հատուկ մեկ ինչու ենք ընտրել այսօր Գոշավանքը։ Դուք գիտեք, որ Մխիթար Գոշը գրեց դատաստանագիրք եւ այդ դատաստանագիրքը, երբ որ մենք նաեւ հանգամանքների բերումով պետականություն չենք ունեցել, այդ ուրեմն դատաստանագիրքը կամ օրենսգիրքը, այսպես այսօրվա խոսքով ասած, ծառայել է հայ ժողովրդի տարբեր հատվածների կյանքը կազմակերպելուն, ուրեմն քրեական, քաղաքական, քաղաքացիական, ինչ կուզեք, տարբեր երկրներում, Հայաստան, որ այդ ժամանակ նաև օտար իշխանության տակ էր, Զաքարյանների իշխանություն ճաշված, ուրեմն Լեհաստան, Ուկրաինա, Ռուսաստան, դժվարանում եմ ասել, իմ տվյալները դրանք չունեն, գուցե եւ Ռուսաստան, եւ այսպես հայությունը դատաստանագրքով ապրել է, դատաստանագրքի եւ Գոշի մասին հարյուրավոր հետազոտություններ են գրվել, բայց կգրվեն ավելին եւս, ես համոզված եմ, որ գալիք 4-րդ հանրապետության շրջանում Մխիթար Գոշ, Լամբրոնացի, ուրեմն Գունդստաբլ եւ այլն, այս իրավակետները միջնադարի, ուշ միջնադարի ծառայելու են Հայաստանին, որտեղ մենք ձեզ հետ միասին որոշել ենք անպայմանորեն ավելի ազատ, ավելի ուժեղ, ավելի հզոր Հայաստանի Հանրապետություն ունենալ եւ դա Աստծո կամքն է։ Այստեղ Ղարաբաղյան կլանը ոչինչ անել չի կարող, նույնիսկ Պուտինը իր թերմացքով չի կարողանում, տեսնում եք, խանգարում է, բայց չի կարողանում եւ չի կարողանալու, որտեղ
վստահ եղեք, մինչև այս կողմ այն կողմ Ռուսաստանը կործանվելու է կամ դառնալու է քառորդական, ինչպես որ դարել է պետություն։ Ինչու եմ Ռուսաստանի համար ասում, որտեղ այդ երկիրն է, որ մեզ խանգարում այդ պետություն դառնալ եւ այն փալասները, որ Հայաստանի Հանրապետության կամ տարբեր գաղթօջախներում իրենց լավ են զգում, ի դժբախտություն իրենց խոզի ուղեղի, իրենք ռուսական հովանավորություն են զգում իրենց մեջ, այն պետության, որը ցեղասպանության կազմակերպիչ եւ հրահրիչ պետություն է, հատկապես զավեշտալի է, որ դա հաջողություն ունի ցեղասպանության ակտին զոհ գնացած ուրեմն մեր ժողովրդի հատվածի ժառանգների մեջ, այդպիսի բան խայտարակություն է, ասեմ ինչու, որովհետև եթե դա այդպես չլիներ, Ալեքսանդրապոլում, ուրեմն առաջին հանրապետության, չէր կարող լինել այնպիսի ընտրություն, որ գողական բարքերով ուրեմն վարդանիկներ եւ ուրեմն մեր եկեղեցու բարոյական եւ գիտական արժեքի հետ առնչություն չունեցող ուրեմն աջափ սանդալյաններ չէին կարող դառնալ եւ առաջի պլան գալ։ Սա նշանակում է, որ վատ եմ այդ իմաստով, ասեմ ինչու, որովհետեւ դուք պիտի իմանաք հետեւյալը, որ Ալեքսանդրապոլում էր գտնվում 1920 թվականի երևի աշխարհի, բայց հայության մեջ հաստատ ամենախոշոր որբանոցը եւ նրանք ովքեր ռուսական հրահրումով վարդանիկ են ընտրել, դրանց մի զգալի մասը, տոկոսով շատ բարձր տոկոսը ուրեմն ամերիկյան որբանոցում փրկվածի ժառանգներ են, ամոթ է, ուրեմն ամերիկյան օգնությամբ փրկվես, ռուսական, որ քո պետության անկախությունն է վերացրել եւ կռիվ է տալիս, երբ որ առաջ է Արցախը կազմակերպել Ադրբեջանին հանձնելը, երկես նրա երկը, բայց սա իրողություն է, հիմա ուրեմն էս է, ես ասեմ հետեւյալը, որ մի հարց կա կարևոր է Մխիթար Գոշից, Մխիթար Գոշի դատաստանագիրք այնքան բազմաբովանդակ է, իրավական համակարգի այնքան ոլորտներ ընդգրկել, որ դա իհարկե հետազոտական իմաստով պիտի արվի, պիտի կարդալ եւ նման հաղորդման ուրեմն բանը չի, նյութը չի, բայց կա մի բան, որ ձեզ ուզում եմ ասել, որ այսօրվա լուծելիք հարց է, Մխիթար Գոշի այնպես ինչպես հայ իրավաքաղաքական միտք ընդհանրապես սկսած ուրեմն Դրթատ մեծ թագավորից եւ Գրիգոր Լուսավորիչից գտնում էր եւ գտնում է, որ հայաստանյաց առաքելական եկեղեցու պետերը, այսօր պետեր են, պիտի ծառայեն բացառապես Հայաստանի պետականությանը, բայց դուք գիտեք, որ Էջմիածնի ուզուրպատորը ծառայում է ռուսական շահերին, ընդդեմ եւ տարօրինակ է, որ Անտիլիասը եւս, ուրեմն սրանք սպասարկում են Ռուսաստանի շահերը, կգա ժամանակ եւ ես իմիջիայլոց ասեմ հեղափոխության թուլության արդյունքն է, հեղափոխությունը եթե մի քիչ պինդ լիներ, վաղուց էր սրանց գահերից վերցրել եւ շպրտել եւ մենք կունենայինք ուրեմն ուզուրպատորների փոխարեն կաթողիկոսներ, որոնք խիստ անհրաժեշտ են մեր եկեղեցու հետ միասին մեր պետականության, մեր ժողովրդի ողնաշարը շտկելու, մեր բարոյականը վերականգնելու համար։ Ուրեմն սա շատ կարևոր է, չանտեսեք, երևի պիտի ասեք ինչու է ամեն անգամ անդրադառնում ես ասին։ Ես մի դրվագ ասեմ, համաշխարհային քաղաքագիտական մտքի հանճարներից մեկը, Մաքիավելին, որ առանձնապես եկեղեցի չէր սիրում, բայց նա գտնում է, որ եկեղեցու քրիստոնեական բարձր սահմանած նորմերն առանց նրանց կիրառության հասարակություն եւ պետություն ստեղծել հնարավոր չի։ Ահա այս ուզուրպատորները, որոնք մեկը ուղիղ իմաստով, մեկն է նրա հետ համագործակցաբար, այսօր քանդում են Հայաստանի պետականության հիմքերը։ Իհարկե քանդել չեն կարող, այդպիսի գետատարածներ եղել են, անցել են պատմություն, աղբանոց է շպրտել իրենց օտարահպատակության համար, բայց լավ կլիներ, որ մենք մի քանի քայլ առաջ գնայինք, շարժվենք առաջ։ Այս կանը այս մասին եւ Մխիթար Գոշի դատաստանագիրքը դատաստան է սահմանում այն կաթողիկոսների համար, որոնք պետական իշխանության դեմ են հանդես գալիս։ Ես իրավաբաններին առաջարկում եմ, որոնք մրապում են սովետական ավանդույթի ծանրության տակ, երևի ձեռնդու չի, բացեք իրավունքի մեկնաբանությունը եւ բացատրեք ձեր ժողովրդին, ասեք, որ
չի կարող կաթողիկոս ավելի բարձր լինել, քան Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինն է։ Ասեք նաև, եթե չէ, ուրեմն այլաբանությամբ ասեմ, Մխիթար Գոսկին առաջարկում էր այդ դեպքում կաթողիկոսի գլուխը կտրել եւ շպրտել, գահից հեռացնել Գրիգոր Լուսավորիչի գահը կարող է ծառայել միայն Հայաստանի Հանրապետության պետության շահերին եւ հայ ժողովրդին, ուրիշ ոչինչ։ Իհարկե հաջորդի այն հատվածին, որը հարազատ է մնում իր դավանանքին եւ նրանց, ովքեր նույնիսկ դավանանքը չունեն, բայց մեր ժողովրդից են։ Այսինքն, այսքանով փակենք խոսքը եւ ասենք հետեւյալը։ Հիմա մի հարց, որ անցած հաղորդմանը տեխնիկական պատճառներով մի քիչ լավ չստացվեց, ես համառոտ ասեմ հետեւյալը։ Իրականությունն այն է, որ գենոցիդի վերաբերյալ էս իհարկե Թուրքիայի դեմ հատուկ Ռուսաստանից ուղղորդվող շարժումը ուրեմն մի ցնցում է առաջացրել եւ Հայաստանի ժողովրդի եւ պետության այս պատմական ճշմարտությունը բացահայտելու ջանքերը դողերոցքի մեջ է գցել ուրեմն Կրեմլի եւ նրա ստրուկ ճորտերին, միգրանյաններ եւ այլն, որոնք խաչագրած արշավանք են հայտարարում Հայաստանի Հանրապետության տակ, տեսեք, մի միգրանյան, ուրեմն, որը ռուսական պետության ուշադիր եղեք, ես երկու օրն եղել, Արա Աբրամյան գոչվածի հետ, սրա հովանավորությամբ ռուսական պետության զինանշանի ամբիոնից խոսում է, վայրահաչում է Հայաստանի պետության եւ նրա անկախության, նրա իշխանությունների դեմ։ Սա աղետ է, բայց իրենց համար, իրենք հավերժի անցյալն են, սրանք հաջորդի հետ կապ չունեն։ Նույնն արել են նաև Թեհրանում, գրոհում են Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների վրա, այդպես եղել է նաև, դուք գիտեք, Դաշնակցությունը կազմակերպել այդ գրոհը ժամանակին Փարիզում, Վաշինգտոնում եւ այլն։ Ուրեմն ինչ ասելիքս։ Ասելիքս այն է, որ սրանք հակապետական շահեր սպասարկող ինչ ուզում է ասեն, դրա համար պիտի խելքները գլուխները հավաքեն, իհարկե ես անտրանիկների նման փչացածների վրա հույս չունեմ, սրանք միայն ազգանունով են հայ, դրանք հաջորդի առնչություն չունեն, արմիաշկեկն են, իսկ մնացածներին հասկանալի չի առանց գործողությունների համար։ Ուրեմն ես էլ այսպես ասեմ կրկնեմ, նորագույն հետազոտությունները ձեզնից թաքցված ցույց են տալիս, որ ցեղասպանությունը կազմակերպվել է աշխարհի աչքի առաջ, հովանավորվել է երևի թե աշխարհի այն ժամանակվա խոշոր տերությունների լուր համաձայնությամբ, բացառություն ենք անում Միացյալ Նահանգներին եւ Ճապոնիային։ Ես երկուսի ակտիվությունը չկա, կա Միացյալ Նահանգների հումանիտար օգնության ակտիվությունը Հայաստանի Հանրապետության անդեպ դա 1920 թվականի մասին է խոսքը, մնացածներն այս կամ այն չափով եւ այստեղ հիերարխիան պարզ է։ Ցեղասպանությունը կազմակերպվել է երկու պետության կողմից։ Թուրքը անողն է, հրահրող կազմակերպիչ դրտիչը, ուրեմն Ռուսաստանն է։ Եվ այստեղ ովքեր որ Ռուսաստանի շահերի համար Հայաստանի Հանրապետությունը մղում են անդունդի եզր, պետական չասեմ, ինչ ասեմ, հակամարտկային բան են անում, չեմ ասի դավաճանենից, որտեղ սրանք դավաճանից էլ են կողմեն եւ այլն։ Ուրեմն երրորդն ասեմ, առաջինը Թուրքիան է, երկրորդը Ռուսաստանն է եւ Ռուսաստանի դերի բացահայտումը կբացահայտի շատ բաներ եւ առաջարկում եմ Չապաևագիտությամբ զբաղված հայ պատմաբաններին գտնել այս գործին արխիվային փաստաթղթեր անել, բացատրել նաեւ մեր ժողովրդին, թե ուրեմն 1915-16 թվականներին Եփրատյան կազակություն կոչվածը ինչ է նշանակում եւ դրա նպատակը ինչ էր եւ ինչ կապ ունի այսպիսի կոնցեպցիան հայոց ցեղասպանության հետ, որ ուղղակիորեն կապ ունի։ Ուրեմն երրորդ երկիրը Գերմանիան է, որը դաշնակից էր Թուրքիային եւ մնացածներն արդեն հերթով կարող եք դասակարգել, բայց այս երեք երկիրն են առաջին երկուսի գլխավորությամբ, որ գործն արել են։ Հիմա էլ չասեմ, ես ձեզ հիշատակեցի Աննա Դիանա ուրեմն Աբգարի անուն ազգանունը, Հայաստանի Հանրապետության առաջին կին դեսպանը կամ հյուպատոսը Ճապոնիայում, Յոկոհամայում է ապրում, նորից առաջարկում եմ հայերին Ճապոնիա ետ կգնաք եւ առասարակ հայերին,
Եթե կգնաք Բուլղարիա, գնացեք հայ այն նվիրյալների գերեզմաններ կամ հուշահամալիրներ, որոնք Հայաստանի համար կռիվ են տվել։ Եթե կգնաք Պլովդիվ, անպայման կայցելեք Անտրանիկի տուն-թանգարան։ Եթե Ճապոնիա կգնաք, ամեն ինչի հետ միասին փորձեք ընկնել Յոկոհամա եւ տեսնել ուրեմն Դիանա Աբգարի եւ մյուսների այսպես գերեզմաններ եւ այլն, ուրեմն սա մեր պարտականությունն է։ Նրա տեսակետի մասին ասել եմ Վիլյամ Սարոյանին հատուկ պիտի հիշեցնեմ 1936 սա ասում եմ կներեք հայ այն ուրեմն տգետ մառախլապատ ուղեղով հաստագլուխների համար ովքեր համառորեն Ռուսաստանի դերը փրկչի դեր են վերագրում եւ շարունակում են ցարերի հին երկը KGB-ի տեսակետը ռուսական նկատի ունեմ Անդրանիկ բանը Վիլյամ Սարոյանը 36 թվին 1900 գրում է Հայաստանի Անդրանիկը հոդված եւ այդ հոդվածում նա գրում է որ ցեղասպանությունը Հայաստանի ազատությունը հանրապետության ոչնչացնում են երկուսը իրար հետ համախորհուրդ մեկը շատ կոպիտ էր անտաշ դա թուրքն էր մեկն էլ ասում է շատ քաղցր Ռուսաստանն էր նա ասում է հին Ռուսաստանը բայց մի քիչ հետո շարունակում է դե հին Ռուսաստան նոր Ռուսաստանը ավելի հին է քան նոր Ռուսաստանն է ոչինչ չի փոխվել մենք ապուշ իրավունք չունենք լինելու որ Արցախյան այս ինչ ասեմ էթնիկ զտումից հետո 23 թվականի սեպտեմբերի նորից շարունակենք ռուսա հպատակություն պաշտպանելը իրենք իրենց գլուխը քարը ուկրաինացիները նրանց հարցը լուծում են եւ նրանք հավերժ չքվելու են Հայաստանից եւ մեր գիտակցությունից մնացածը մեր գործն է մեր պետություն ուժեղ ստեղծելը այսպես ասեմ մենք պիտի ունենանք միջնապերտ Հայաստան մի Հայաստան որի ողնաշարը ոչ մեկը չկարողանա ջարդել դրա համար նա պիտի լինի հզոր տնտեսապես զարգացած ռազմապես առաջնագարկ լավագույն կրթված գեներալիտետով որոնց կիլոները պիտի կշռել ես Հայաստանի կառավարությանն առաջարկում եմ 90 կիլոգրամանոց ուրեմն գեներալից ավելի եթե կա բոլորին բանակից ազատել որպեսզի գոնե փախնելուց լավ փախնել ուրեմն այս ապուշները չեն կարողանում փախնել կարգին եւ տղամարդավարի ոչիրը կատարելուց հետո ասեն վերջը Շուշին ով հանձնեց ռուսների հետ միասին Ադրբեջանին եւ դրանք ձեր մեջ ապրում են եւ այսպես նաեւ մի խնդրանք բարձվետելնի ժողովուրդ ջան ուրեմն երբեք չնույնականացնեք Ղարաբաղյան կլանը Արցախայության հետ սա ազգային աղետ է ազգային ոչրագործություն եթե նույնականացնում եք Ղարաբաղյան կլանը հանցագործ պետականat քանդ կազմակերպությունը ռուսական KGB-ի ձեռքին ինձ թվում է այդպես է իսկ հա ժողովուրդը ինքը Արցախահայ է շիրակահայ եւ այլն ուրեմն սա ասեմ ու վերջին մի բան եմ ասելու բարձաբանում չնայած իմ ընկերների ձեռները ոնց որ թե հոգնեց հերախոսները պահելուց դուք գիտեք աշխարհում ամենազոր մաֆիաներից մեկը սիցիլիական մաֆիան է եւ կարծում եմ որ գիտեք Սիցիլիայի մաֆիան է ամենաայլանդակը ամենահետամնացը ամենատկետը հայրենատավը Ղարաբաղյան կլանն է որպես մաֆիա ընդ որում այստեղ մենակ Ղարաբաղցիներ չէ որ մեջն են Արցախայությունը չեն խառնում իրենց հետ հիմա տեսեք ինչպես առաջացավ ժամանակին Սիցիլիական մաֆիան երբ որ Իտալիան Ավստրո-Հունգարիայի իշխանության տակ էր Սիցիլիան եւս բարձ է որ Իտալիան պետություն չէր Գարիբալդին դեռևս չկար եւ Սիցիլիայի ժողովուրդը պաշտպանության կարիք ուներ իտալացիների մասին է սիցիլիացիների եւ առաջացավ մի կազմակերպություն հանցագործ կասեք ինչ կասեք մաֆիա որը Սիցիլիայի ազգաբնակչությունը պաշտպանում էր ազգաբնակչանը պաշտպանում էր ավստրիացի զավթիչների դեմ հիմա պատկերացրեք ինչ հայրենասեր ուրեմն ագուհներում է իտալական մաֆիան առաջացել Ղարաբաղյան կլանը որպես մաֆիա ուրեմն հայ ժողովրդի դեմ կռվում է Կրեմլի հրամանով եւ Կրեմլի ստրկությամբ ու նրա ճաշակով սրանք տարբեր բաներ են նույնիսկ մաֆիաների տարբերությունն է այստեղ կասեին չէ նույնիսկ մաֆիայի հարցով իսկապես մերն ուրիշ է բայց դա մերը չի ռուսական է ստեսյուն ձեզ Գոշավանքից մենք կգնանք, մենք կհանդենք այլ
Ուրեմն մենք կշարունակենք պատմության քառուղիներով, մեր երկրով եւ երկրից դուրս քայլել եւ դուք կիմանաք 100%-անոց ճշմարտություն Հայաստանի նրա պետության եւ Հայաստանի պետության թշնամիների, որ այսօր երկու կառույցի մեջ են գոնե Հայաստանյաց առաքելական եկեղեցու պետ ուզուրպատորը իր թայֆով եւ դաշնակցության ղեկավարությունը, որ կռիվ է տալիս, թե չեմ հասկանում Հայաստանի պետության դեմ, ինչի համար ես մեկ ես չեմ հասկանում, բայց այս երկուսը կատաղի կռիվ են տալիս Հայաստանի պետականության եւ անկախության դեմ։ Իհարկե դա ժամանակավոր է եւ այսպես ստեսություն ձեզ